Fly Dubai ավիաընկերություն կանոնավոր չվերթեր օրը 2 անգամ ավելի քան 100 ուղղություններով հարմարավետ եւ բացարձակ նոր ինքնաթիռներով Fly Dubai-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Fly Express տուրիստական գործակալություն Մենք առաջարկում ենք տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ դեպի աշխարհի յուրաքանչյուր երկիր Կազմակերպեք ձեր ճանապարհորդությունը մեզ հետ միասին Fly Express բարև ձեզ Հասցե Զաքյան 8 հեռախոս 011 33 11 11 Ծանոթացեք, մուրսիներ, նրանց մոտ հարկավոր է գնալ միմիայն զինված սկաուտի ուղեկցությամբ։ Եթովպիայի մյուս ցեղերը ավելի խաղաղասեր են, սակայն այսպիսի վառ հանդերձային եւ արտաքին հարդարանքի միջոցներ նրանք չունեն, ինչպես մուրսիները։ Հենց դրա համար էլ նրանք այս վայրերում ամենից հետաքրքիրն են։ Մուրսիները բնակվում են Եթովպիայի հարավ-արևմուտքում, հարավային Սուդանի սահմանի մոտ։ Խոսում են իրենց Նիլո-Սահարյան խմբին պատկանող մուրսի լեզվով։ Կկրկնեմ, որ այս ցեղերը աշխարհում հայտնի են ի շնորհիվ իրենց կանանց, այսինքն ոչ թե կանանց, այլ իրենց շուրթերի, որտեղ էլ նրանք տեղադրում են ափսեներ։ Նույնիսկ չեմ հավատում, որ ես արդեն նրանց գյուղում եմ։ Դե ինչ մոտ 2.5 ժամ ճանապարհ անցնելուց հետո ես հայտնվեցի մուրսիների ցեղի մոտ։ Վարդան Սարգսյան, ամենաճամփորդասեր մարդկանցից մեկը։ Բարև, ինձ արդեն դիմավորում են, hello. What is your name? Ինձ այստեղ չեն հասկանում, մոռացան, ոչ անգլերեն, իրենք ունեն իդեպ իրենց լեզուն եւ դրա համար մեզ հետ այսօր կաշխատի այն թարգմանիչը, որն էլ կօգնի իրենց հետ շփվելու։ Տեսքի իհարկե դիմավորելու շատ բավականին լավն է։ Կասեք, խնդրում եմ, ինչու եք այսքան մեծ անցքեր արել ականջների վրա, սա ցավոտ չէ։ Մեծ է, դու դեռ մեծ անցքեր չես տեսել այստեղ, սա նորմալ չափ է, մուրսի ցեղերի թե կանայք և թե տղամարդիկ սիրում են ականջներին նման անցքեր անել, և որքան մեծ, այնքան գեղեցիկ, այնպես որ, սա մեծ չէ։ Ահա, դե այսպես այստեղ նորմալ է դա, այնպես որ շնորհակալ եմ ևս մեկ անգամ, շնորհակալ եմ ես անցնեմ ներս և ծանոթանամ գյուղի բնակիչների հետ, որոնք այստեղ են։ Hello, բարև, բարև, բարև բոլորին, գյուղի տղաներն են, բարև, բարև, դու չես ուզում նկարվես, բարև, ճանջերը, քշի սաղ երեսը ճանջա, բարև, 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 տեսեք այլ տուրիստներ սկսեցին գալ, արդեն նրանք տարվեցին այլ տուրիստներով, որովհետև յուրաքանչյուր տուրիստի զբոսաշրջիկի այցելությունը դա նշանակում է բիր, բիր նշանակում է գումար, բարև, 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 ահա, բարև, բարև, շատ լավ է, մուրսիները արդեն խոսում են հայերեն, ես դեռ նոր եմ հայտնվել ես գյուղում, անցեք ներս, տեսնենք ինչ կա այնտեղ, ինչպես են ապրում այս ժողովուրդը։ Իդեպ մուրսիները հավատում են երկնային ուժերին։ Հիմնական կրոնական պաշտոնյան քուրմն է։ Քուրմը հանդիսանում է մարդկանց եւ Աստծո միջև միակ միջնորդը։ Նրա դերը հատկապես կարևոր է սովից, հիվանդություններից եւ վնասարարներից վտանգ սպառնալու դեպքում։ Եվ չմոռանամ նշել, մուրսիները հիմնականում դավանում են անիմիզմ։ Դարեր են անցել, սակայն նրանց ապրելակերպը առհասարակ չի փոխվել։ Գիտեք, այս ցեղերը ամենահայտնին են ողջ աշխարհով, մեկ ինչու, որովհետև նրանք ներքևի շուրթերում կրում են ափսեներ, կանանց մասին է իհարկե խոսքը։ Իրենք ասում են, որ դա գեղեցկության նշան է, եւ ինչքան ափսեն մեծ է, այդքան հարսնացուն ավելի լավն է եւ երբ որ տղան որոշում է ամուսնանալ ավելի մեծ ափսե կրող աղջկա հետ, ապա նա ավելի շատ գումար պետք է վճարի նրա հայրիկին։ Իսկ գումար ասելով դուք մի պատկերացրեք թղթադրամ, այստեղ վճարումները կատարվում են կենդանիներով, կովեր, ցուլեր եւ այլն։ Եվ պետք է նշեմ, որ իհարկե այդ ափսեները այսօր են գեղեցկության նշան, բայց ժամանակին ստրկատիրական ժամանակաշրջանում, երբ շատ էին գալիս այս գյուղեր եւ կանանց գնում այսպես կասեմ, կանանց գնում էին եւ տանում էին որևէ մի այլ վայր աշխատելու, ուստի այն ժամանակ մուրսիների ցեղապետը որոշեց
գեշացնել աղջիկներին, որպեսզի նրանք լինեն տգեղ եւ որևէ մարդ չցանկանա նրանց գնել այս գյուղերից եւ տանել աշխատանքի։ Այնպես որ պատմությունը իրականում հենց այդպիսին է, սակայն տարիների ընթացքում այդ ամենը վերացավ, իսկ մուրսիները մնացին իրենց սովորույթներին համաձայն, շարունակելով ապրել այստեղ Եթովպիայում։ Իդեպ բոլոր զբոսաշրջիկները մուրսիների գյուղեր պետք է այցելեն միմիայն վաղ առավոտյան, լուսանկարվելու եւ շուտ հեռանալու համար, քանի որ արդեն ցերեկը նրանք արբած են, իսկ խմում են իրենց իսկ քաշած օղին։ Այդ դեպքում այստեղ գտնվելը արդեն կլինի վտանգավոր։ Նրանք հանգիստ կարող են ձեզ վնասել։ Հենց դրա համար էլ ես եւ իմ նկարանող խումբը այցելում ենք նրանց վաղ առավոտյան այս ժամին։ Ճանապարհորդությունը շարունակել։ Իսկ ես բնականաբար վայելելու եմ սուրճ, իսկ եթե սուրճ, ապա միմիայն Rio Grande։ Rio Grande սառը սուրճը իմ ձեռքերում է, նույնիսկ այս շոքին այն հովացնում է, զովացնում է։ Իդեպ հիշեցնեմ, որ սուրճը պատրաստված է սև հատիկավոր ընտրյալ արաբիկայից, այնպես որ Rio Grande ուրախ եմ, որ այս սուրճը այսօր ինձ հետ է։ Գյուղը, որտեղ ես գտնում եմ, իրականում այդքան էլ մեծ չէ, ինչպես տեսնում եք։ Կանայք ինչ-որ անվերջ խոսում են։ Բարև։ Գումար, վճարեք, նոր նկարեք։ Հասկանում եմ։ Անվճար ոչինչ չի լինում, առանց գումար չի կարելի նկարել։ Այո, հասկանում եմ։ Ուղղակի մենք արդեն մեր նկարանող խումբը վճարել է ձեր գյուղապետին կլորիկ գումար, որպեսզի մենք թույլտվություն ստանանք նկարանելու ողջ գյուղը, այնպես որ եթե ես դրան գումարած մի հատ էլ բոլորից սկսեմ վճարել, տուն տեղ պետքա վաճառեմ, հասկանում ես դու դա։ Այդ գումարները կպահանջեք ձեր գլխավորից, այդ բիրերը կպահանջեք։ Ես վճարեմ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հենց շուրթին։ Առհասարակ ձեզ պետք է ասեմ, որ լյուքս կարգի կանայք, այսինքն ամենից այսպես պահանջարկ ունեցող ամենագեղեցիկ կանայք մուրսիների մոտ համարվել են այն կանայք, ովքեր ծագել են իրենց ոչ թե ներքևի շուրթը, այլ վերևինը նույնպես, այսինքն երկու շուրթերը եւ երկու ափսեներ են տեղադրել։ Սակայն այդ կերպ բնականաբար նրանք չեն կարողանում հաց ուտել եւ ժամանակի ընթացքում կարծես թե կանայք ծագում են միմիայն ներքևի շուրթը եւ հանում ներքևի 3 ատամները հեռացնում են, որպեսզի շուրթերին այս ափսերը կրելիս որևէ խնդիրներ չլինեն։ Okay, մի հատ ինձ ասեք խնդրում եմ, ցավոտ չի դայկելը, ծակելը, ափսեներ տեղադրելը, ես ուզում եմ տեսնեք այստեղ ափսեների մի ողջ շարք կա, փոքրուց մինչ ամենից մեծ։ Սա բավականին մեծ ափսեներ են, ես ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք, ահա, խնդրում եմ, տեսեք, եւ նորից կկրկնեմ, որ ինչքան մեծ է ափսեն, այդքան գեղեցիկ է կինը։ Կարող ենք այդ դուք ոչ չափսե ափսեն եք օգտագործում, տեղադրում շուրթի մեջ, կարող եմ խնդրել ձեզ։ Ոչ, այս պահին ափսեներ կրելու ցանկություն չունեմ։ Չես տեսնում շրթունքս բորբոքված է այս պահին, ափսե չեմ կարող կրել։ Չէ, այս կինը չի համաձայնվում տեղադրել ափսեն, եկեք մոտենանք մեկ այլ կնոջ, հուսով եմ նա ինձ չի մերժի։ Այո, ժամանակին մուրսիների կանայք ափսեներ տեղադրել են երկու շուրթերին, սակայն այսօր այդ ամենը արդեն վերացել է։ Իդեպ տեսնում եք տները ինչպիսին են, քանի որ նրանք իրականում երկար մի վայրում չեն ապրում, սովորաբար տեղափոխվում են մի վայրից մյուս վայրը, այսինքն դա է պատճառը, որ իրենք պատրաստում են նման տներ։ Այս կողմում եմ տեսնում կանանց, փորձեմ համոզել նրանց ափսեները տեղադրել։ Բարև, ես Վարդանն եմ, բարև։ Իդեպ տեսեք, եթե աղջկա ներքևի շուրթը ծակած չէ եւ ափսե չկա, դա նշանակում է, որ նա ամուսնացած չէ, եւ կան կանայք այստեղ, որոնք միջ կյանքի վերջ չեն ծակում իրեն շուրթը եւ առհասարակ չեն տեղադրում ափսեներ, բայց դա չի նշանակում, որ գյուղում նրանց վատ են վերաբերում, նրանք ուղղակի չեն ամուսնանում, բայց եւ ղեկավարները եւ տղամարդիկ գյուղի նրանց շատ լավ վերաբերվում են։ Այս տեսնում եմ
ձեր շուրթի, չգիտեմ, անցք ասեմ, չգիտեմ նույնիսկ ինչպես սա նշել, բավականին մեծ է, ասեք, որ չափն եք դուք օգտագործում սա։ Կարող եք տեղադրել, այս խնդրեի տեղադրեիք, ափսեն։ Ահա, հենց այսպես, բացատրեք ինձ կընտրում եմ, ինչն է այստեղ գեղեցիկ։ Եվ միայն պատկերացրեք, սա միջին չափսե ափսեն է, չէ՞ որ մաշկը ինքն իրեն ձգվում է տարիների ընթացքում եւ ափսեի չափը գնալով մեծանում է։ Այսա, ես եթե չեմ սխալվում, ամենից մեծ չափսի, եթե չեմ սխալվում, մեծն է, այո, ավելի մեծ ամեն դեպքում չեմ տեսնում, սրանք ամենամեծն են, նրանք իդեպ գեղեցկության համար զարդարում են այս ափսեները տարբեր նախշերով, ինքնուրույն ներկում են, ինչ արած աշխատանք չկա եւ հարկավոր է միայն արթնանալ, որովհետեւ ճաշ պատրաստել երեխաների համար եւ վերջ։ Ինչպես են ճաշ պատրաստում, դա եւս դուք կտեսնեք եւ նորից շոկի կենթարկվեք, ինչպես ես արդեն մի քանի րոպե գտնվելով այս գյուղում։ Զարմանալի է, որ այս մարդիկ ապրում են մեզ հետ նույն երկրագնդի վրա, ուղղակի բացարձակապես այլ օրենքներով։ Նրանք ունեն կյանքի վերաբերյալ այլ պատկերացումներ եւ նախընտրություններ։ Եվ երևի թե հենց դրա համար էլ այդքան տարբերվում են մեզանից, բայց դրանով էլ իհարկե այդքան հետաքրքիր են։ Փաստորեն տեսեք, շուրթերից բացի նրանք ծակում են նաև ականջները, սակայն խնդրում եմ եւս ուշադրություն դարձնել, կարող եմ մեծությունը այս զարդի խնդրում եմ տեսեք, սա սարսափելի է իհարկե, չգիտեմ ինչու են այդպես արվում, բայց իրենց պատկերացմամբ սա եւս գեղեցկության նշան է եւ օրինակ այս աղջիկը համարվում է այս բան շատ գեղեցիկ։ Բարև, ողջույն, ողջույն, ես Վարդան եմ, what is your name? Ոչ ոք չի խոսում այս գյուղում, առասարակ միայն ուշադիր նայում են ինձ վրա, կարծես ես մուրսի լինեմ, իրենք սովորական բնակիչներ, բայց ինձ մոտ կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այս կինը եւս չի ցանկանում ինձ հետ խոսել։ Ես հուսով եմ ինչ-որ մեկը ինձ հետ կշփվի այս գյուղում, ուղղակի այլ կերպ անհնարին է։ Բարև գեղեցկուհի ջան, այս ինչ գեղեցիկ եք դուք, բարև։ Ես Վարդանն եմ, բարև, փոքրիկ, բարև։ Համաչում է երեխան։ Ես էլ տեղավորվեմ ձեզ նման, ես ինչ եկել եմ այս գյուղ, տեսնում եմ դուք արդեն մոտ 1 ժամ էսպես նստած մի կետի եք նայում, չգիտեմ ինչ եք սպասում, ում եք սպասում, կասեք ձեր անունը եւ բացի դա եթե իհարկե նշեք անունը, գիտեմ տարիքը այստեղ ոչ ոք չգիտի, որտեղ առասարակ ինչպես տեսնում եք բոլոր ցեղերում մարդիկ տեղյակ չեն, երբ են ծնվել, որ օրը, որ թվականին, ոչինչից տեղյակ չեն։ Կպատմեք մի քիչ մուրսիների մասին, ձեր նիստ ու կացի առասարակ ձեր կյանքի մասին։ Չէ, ամաչել պետք չէ։ Դուք նույնպես չեք ցանկանում ինձ հետ խոսել, հա։ Ոչ։ Լռություն։ Երևի թե իրենց տղամարդիկ ասել են օտար տղաների հետ չհամարձակվեք խոսել։ Կանայք էլ անverջ լռում են։ Մոտենամ մյուս գեղեցկուհիներին։ Դե չեք խոսում, ես կխոսամ։ Բարև, ողջույն։ Ես Վարդանն եմ Հայաստանից։ Hello, այ վերջապես ժպտեր է, սուրախ մարդիկ, կարող եմ տեղավորվել ձեր տան մոտ, սա ինչ է, կասեք սա ինչ է։ What is it? Տեղադրիր գլխի վրա, տես ինչ գեղեցիկ է։ Գլխից տեղադրեմ։ Սա գեղեցիկ է, հա համարվում։ Եթե օրինակ ես հիմա այսպես քայլեմ Հայաստանում, Երևանի փողոցներում, ըստ ձեզ ինձ կհասկանա որևէ մեկը եւ կասեմ, որ սա գեղեցիկ է, թե ոչ։ Չգիտեմ ձեզ մոտ ինչպես, բայց մեզ մոտ շատ գեղեցիկ է։ Դրա համար էլ մուրսիների կանայք փորձում են ինքնատիպ լինել եւ տարբերվել աշխարհի բոլոր կանանցից։
Մենք առավոտյան արթնանալուն պես սկսում ենք նկարել մեր մարմնի վրա, ներկվել, օգտագործում ենք նաև գեղեցիկ զարդեր, չէ որ կինը պետք է միշտ գեղեցիկ լինի ամբողջ օրվա ընթացքում, իսկ մեր ամուսիններին այս ամենը շատ է դուր գալիս։ Բացի դա դուր է գալիս նաև մեր զբոսաշրջիկներին, որոնք հաճախակի են այցելում մեր գյուղ եւ մեզ գումար են տալիս։ Այդ գումարով մեր ցեղապետը գնում է տարբեր կենդանիներ, իսկ Մուրսի ցեղի մոտ որքան շատ կենդանի, այդքան հարուստ եւ ուժեղ է գյուղը։ Բացի դա, մեր տղամարդիկ հավաքված գումարով զենք են գնում, որպիսի այլ ցեղերի կողմից վտանգ լինելու դեպքում նրանք կարողանան պաշտպանել մեզ եւ մեր երեխաներին։ Դրանից բացի որևէ այլ բանի համար մեզ գումար հարկավոր չէ։ Չգիտեմ տեղյակ ես թե ոչ, բայց վերջերս երաշտի պատճառով Մուրսիների եւ հարևան Բոդի ցեղի մեջ կռիվ էր ծագել, իսկ կռվի պատճառը մառա երկրամասն էր, որտեղ ժամանակին ապրելու իրավունք ունեին միայն մառա ցեղերը, սակայն այդ կռվում հաղթեցինք մենք, Մուրսի ժողովուրդը, եւ արդեն մենք բնակություն հաստատեցինք այդ վայրերում։ Իսկ հաղթանակը կապված էր մեր շատ զենք ունենալու հետ, որը գնել էինք ի շնորհիվ զբոսաշրջիկների, որոնք վճարում են մեզ հետ նկարվելու կամ ուղակի գյուղ այցելելու համար։ Նույնիսկ Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա ինձ զգում եմ կարծես թե Հայաստանում, քանի որ ինձ հետ է ջերմուկ բնական բուժիչ գազավորված խմելու ջուրը։ Իսկապես, ջերմուկը ազգային արժեք է։ Հասկացա։ Լավ, սա երևի թե ինձ այդքան էլ չի սազում, ձեզ ավելի կսազի, ես սա կվերադարձնեմ կամ կխնդրեմ մի քանի րոպե դուք կրեք, տեսնեմ իրոք ձեզ սազում է թե ոչ։ Հազիվ մարդ եմ գտել, վերջապես մարդ եմ գտել, որը խոսում է ինձ հետ։ Կպատմեք մի քիչ Մուրսիների մասին։ Դե Մուրսիներից խոսելից առաջինը իհարկե պետք է խոսել այս ափսեներից։ Գիտեք, մենք Մուրսի ժողովուրդը շատ ենք հավատում հոգիներին, իսկ այս ափսեները պաշտպանում են բոլոր կանանց չար հոգիներից։ Չնայած օրինակ ես ինքս չեմ հավատում նման բաների, ինձ համար այս ամենը միմիայն գեղեցկության նշան է։ Ինչպես տեսնում ես ցերեկվա ժամերին մեր ցեղերում տղամարդիկ եւ կանայք առանձին վայրերում են։ Երևի նկատեցիր, նրանք մի փոքր հեռու վայրում են մեզանից։ Նույնիսկ սնվում ենք մենք առանձին, կանայք հիմնականում գյուղի հենց մեջտեղում, իսկ տղամարդիկ ավելի հեռու, ծառերի տակ։ Իսկ եթե հարցնեք, թե ինչ են ուտում, ապա կասեմ, հիմնականում եգիպտացորենի ապուր, սակայն եթե օրերի ընթացքում շատ զբոսաշրջիկներ են գալիս եւ գումար են տալիս մեզ, ապա կարող ենք մեզ թույլ տալ նաեւ միս ուտել։ Իսկ ինչ եք կարծում, օրինակ չեք զարմանում, երբ բոլորը զարմանում են այն ամենի համար, ինչ դուք անում եք, այսինքն ծակում եք շուրթերը, ականջները, սա մեզ համար ինչ խոսք տարօրինակ է, ինչ դուք նորմալ եք նայում եւ ինչ կարծիք եք, համաձայն եք, որ դա իսկապես գեղեցիկ է։ Ծնված օրվանից հենց դա ենք տեսել, իսկ ինչ փոքրուց տեսնում ես սովորական երևույթ է դառնում։ Եթե չդակենք ականջները նման մեծությամբ կամ չծակենք շուրթերը եւ չտեղադրենք ափսեներ, մենք ուղղակի Մուրսի չենք լինի։ Հենց դրանով է մեր ցեղը տարբերվում Աֆրիկայում բնակվող յուրաքանչյուր ցեղից։ Իսկ եթե հարցնում ես գեղեցիկ է թե ոչ, ապա կպատասխանեմ, ոչ թե գեղեցիկ է, այլ շատ գեղեցիկ է։ Ինձ շատ է դուր գալիս։ Իսկ օրվա ընթացքում բացի այն, որ նստած սպասում եք երբ են գալու զբոսաշրջիկները եւ ձեզ վճարեն, որպեսզի ձեզ հետ նկարվեն։ Ինչով եք զբաղվում, բացի տան աշխատանքներից, որ կան վայրեր, որտեղ այցելում եք օրվա ընթացքում գնում, չգիտեմ, անտառ, ինչով եք զբաղվում, մի տեսակ չեմ էլ պատկերացնում։ Ոչ, որևէ տեղ չենք գնում, միշտ գյուղում ենք եւ չենք հեռանում այստեղից։ Հիմնականում օրվա մի մասը եգիպտացորենի այլուր ենք պատրաստում եւ հետո սպասում զբոսաշրջիկներին, հույս ունենալով նրանց մեծ քանակին։ Սակայն շոկի պատճառով հաճախ չէ, որ այլ երկրներից գալիս են այստեղ տեսնելու մեզ եւ մեր կրած ափսեները։ Բոլորի հպարտությունը այս ափսեներն են, բոլորի ձեռքերում այս ափսեներն են տարբեր չափսերի, խնդրեի տեղադրեիք։ Չէ, այդպես չի, այդպես ես կարող եմ պահել։ Կարող եք տեղադրել, թե ես սա մեծ եմ ինչ-որ տվեմ, մեծ չափսի, երևի սա ավելի լավ կն, սա մեծ է, սա տվեք ինձ, սա։ Բայց կարող եք տեղադրել։ Դե այլևս հարցեր այս կանանց երևի թե չունեն։
Տեսնում եք ինքներդ ամեն բան եւ կարծում եմ պատկերացնում։ Այս ափսեները նրանց համար ամեն ինչ են։ Առանց դրանց մուրսինները ուղակի սպառ կվերանան մեր հետաքրքրությունից։ Իսկ դա նշանակում է գյուղը առանց զբոսաշրջիկների ուղակի գումար այլևս չի աշխատի։ Նկարահանումներ։ Անվերջ շրջագայում եմ, անվերջ ներկայացնում եմ այդ ամենը ձեզ։ Կարծում եմ հետևել է հետաքրքիր է, որովհետև փորձում եմ այցելել այնպիսի վայրեր, որտեղ զբոսաշրջիկները շատ չէ որ լինում են։ Եվ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր երկրում տարբեր կլիմայական պայմաններ, յուրաքանչյուր երկրում բացարձակապես այլ սնունդ։ Սակայն ջուրը ինձ մոտ անփոփոխ է, որովհետև թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս վայելում է միմիայն բյուրեղ աղբյուրի բնական ջուրը։ Չափսերը գնալով մեծանում են։ Սա էլ այն գումարը, որոնք իրենք աշխատում են ամիսներ շարունակ նկարվելով զբոսաշրջիկների հետ, տեսնում եք, այստեղ բավականին էլ հարուստ եք, նայեք ինչքան գումար ունեք։ Նույնիսկ ես այսքան չունեմ, 5, 10, դիր, 5, 10, 15, 20, 25, 30, 40, մոտ $2 գումար կա այստեղ, դուք բավական հարուստ եք, բայց այնտեղ էլի կա, հետո ասում եք գումար չունենք, փող չունենք, 10, 20, չհաշվեմ, մոտ $10 այստեղ գումար կա։ Բավական է հաշվեսիմ գումարները, Քիչ է, այն շատ քիչ է։ ավելա պետք, ահա։ Ավելի լավ է գումար տուր ինձ եւ ավելացրու այն ամենին, ինչ ես ունեմ։ Դե մի ամիս էլ ստեղ նստեք, հաստատ կավելանա այս գումարը, որը Եթե գումարս ավելանա, ամուսինս կկարողանա 1 հատ զենք կամ 1 այծ գնել։ Լավ, շնորհակալ եմ, վերջապես ինձ հետ շփվող եղավ, միայն սա կուզեի տեսնել ձեզ ինչպես է սազում, որտեվ ինձ պատկերացրեցի, որ այդքան էլ չի սազում։ Այսպես։ Գիտեք, այս պահին ինչ եմ մտածում, Փառք Աստծո եւ ինչ երջանիկ մարդիկ ենք մենք, որ այն միտքը, որ այս ամենը գեղեցիկ է, չի հասել մեզ։ Խնդրում եմ, թող այդ միտքը մեզ այդպես էլ չհասնի։ Մենք մնանք միշտ այսպես ոչ այդքան գեղեցիկ, մեր կանայք թող լինեն այդպիսին, ինչպիսին կան, իսկ իրենք թող լինեն միշտ նման գեղեցկությամբ, միշտ նման գեղեցիկ տեսքով։ Որտեղ նույնիսկ սարսափել է մի պահ պատկերացնել, ինչ են նրանք իրենց հետ անում։ Միայն պատկերացրեք, հանում են ատամները, ծակում շուրթերը, ականջները, ինչի համար, անհասկանալի։ Ինչ։ Fly Dubai ավիաընկերություն կանոնավոր չվերթերորը 2 անգամ ավելի քան 100 ուղղություններով հարմարավետ եւ բացարձակ նոր ինքնաթիռներով Fly Dubai-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Fly Express տուրիստական գործակալություն։ Մենք առաջարկում ենք տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ դեպի աշխարհի յուրաքանչյուր երկիր։ Կազմակերպեք ձեր ճանապարհորդությունը մեզ հետ միասին։ Fly Express բարև ձեզ։ Հասցե Զաքյան 8 հեռախոս 011 33 11 11